Սիրելիներ, այսօր ևս առիթ ունենք միասին Տիրոջը պաշտելու Աստծո խոսքը նայելով, կարդալով, մտորելով, բայց մինչ կանցնեմ բուն թեմային, ցանկանամ հետևել մի բանի մասին կարճ խոսել, հուսով եմ կարճ կստացվել է։ Ասել ընդհանրապես քարոզիչների համար դժվար բան կա է քիչ խոսալը։ Ես վերջերս նկատել եմ, որ համացանցում բավականին շատ տարածում են գտնում տարբեր տեսակի քարոզիչների տեսանյութերը Եվ ակամայից նաև նկատում, որ մեր եկեղեցուց շատ շատերն էլ կիսվում են այդ նյութերով, շատ դեպքերում գուցե ամբողջությամբ չնայելով, թե թեման նյութը ինչի մասնա խոսքը գնում։ Կարող է առաջի հայացքից այդ նյութը հոգևոր նյութ է հնչում ինքը, ինչ որ խելացի մտքեր են արտահայտվում, խելացի բաներ են արտահայտվում, եւ նույնիսկ կարող է այնպես լինի, որ նույնիսկ այդ հատվածը որևիցե խնդիր իր մեջ չի պարունակում։ Այսինքն տվյալ հատվածը, տվյալ կտրված հատվածը նորմալ բան է, այսինքն ընդհանուր ինչ-որ պրինցիպ է տալիս, սկզբունք է տալի որոշ հարցի նկատմամբ։ Սակայն եթե մենք նայենք ամբողջ պատգամը, կամ նույնիսկ նայենք տվյալ քարոզչի, տվյալ եկեղեցու, որտեղից որ այդ մարդը դուրս է գալի, կտեսնենք, որ շատ բաներում մեր վարդապետությունը, մեր ուսմունքը իրար հետ չի գնում։ Եվ Երբ որ մեր եմ ասում, նկատում եմ հենց Աստվածաշնչի էլի, որտեղ եթե վստահ չեն, որ մեր վարդապետությունը Աստվածաշնչից չի, ուրեմն փոխեն։ Հիմա չեմ ուզում ծայրահեղ ընչի խոսքս, բայց այն ամեն ինչ որ ասում եմ, բխում է նաև Աստվածաշնչից։ Ուզում եմ մինչև կանադառնամ, ուզում մի հատված կարդալ Հովհաննեսի առաքյալի երկրորդ նամակից, որտեղ որ Հովհաննեսը բավականին խիստ խոսքեր է ասում, եւ շատ շատերը ուղղակի դա անտեսում են, եւ ուզում են, որ այս խոսքերը մեզ համար նույնպես սկզբունք լինեն։ Երկրորդ նամակը Հովհաննեսի առաքյալի, եկեք կարդանք 9 համարից։ 7 համարը կկարդամ, եկեք չէ 7-ից կարդեմ, որպեսզի ընդհանուր կոնտեքստը հասկանալու։ Որովհետև բազում մոլորեցողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում, այդպիսին մոլորեցնողներ ու ները։ Ուշադրություն դարձրեք, կան հստակ խնդիր, վարդապետական հարց, դուրս էին եկել մոլորեցնողներ, ու պատվում էին, քարոզում էին, որ Հիսուս Քրիստոսը կա, այո, շատ բաներ խոսում էին, հոգևոր էր հնչում իրենց խոսքը, բայց Հիսուս Քրիստոսին մարմնով չէին ընդունում։ Ասեմ, որ երկար ժամանակ նույնիսկ առաքելական եկեղեցին այս հարցում բավականին բան ա եղել ու ասում էին, որ Քրիստոսի մարմինը կամ որպես մարդ լինելը, մարդկությունը շատ չնչին է, համարը թե աննշան է։ Սրա մեջ խնդիր կա, հիմա չեմ ավելի մանրամասն այս հարցի վրա, ուզում եմ ուշադրություն դարձրեք պատվերը Հովհաննեսը ինչ է տալի։ Ինքները ձեզ համար զգույշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձքը ստանանք։ Ամեն ոք, ով առաջ է ընկնում եւ Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ուշադրություն դարձրեք, ինչպիսի խիստ խոսքեր են ասում։ Այն մեկը, ով որ ծռնում է վարդապետությունը, ով որ ծռնում է խոսքը, հստակ ասում է Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա որդին էլ ունի, հորն է։ Ինչի որտեղ ասում են, մենք հայր ունենք, որդին ուղարկված է ու նման շատ հարցեր, այսօր շատ ուղղություններ կան, որ նման ձևով են մոտեցում ու ցուցաբերում Քրիստոսի նկատմամբ։ Հիմա 10-րդ համարը
Եթե մեկը ձեզ մոտ գա եւ այս վարդապետության կրողը չլինի, որ վարդապետության, որ Քրիստոսի մեջ է, այն վարդապետությունը, որը քարոզվում է, նրան տուն մի ընդունեք ու մի ողջունեք, որովհետեւ ով նրան ողջունի, նրան չար գործերին մասնակից կլինի։ Հիմա գիտեք, առաջին հայացքից կարող է բավականին խիստ հնչեն այս խոսքերը, բայց նման զգուշացման մեջ շատ իմաստուն խոսքեր կան եւ սա Աստծո պատվերն է, ինչու՞։ Որտեւ երբ որ դու որևէ մեկին ընդունում ես քո տուն, ու այդ ժամանակ տունը հենց նաեւ եկեղեցին է հավաքվում։ Այս մարդկանց տունը։ Եվ երբ որ դու ընդունում ես նման մի քարոզ, ինչ է ստացվում, որ դու կիսվում ես այդ մարդու վարդապետության հետ, նույնիսկ համաձայն ես, համաձայն չես, կողքից այդ ձևը անկալվում, որ դու համաձայն ես այս մարդու վարդապետության հետ։ Գուցե այս մարդու վարդապետությունը 70-80%-ով ճշմարիտ է, այն մնացած 20%-ը սուտ է, կամ 10%-ը կեղծ է, ընդունելով այդ մարդուն, մնացած մարդիկ նայելու են, տեսնելու են սա, ընկալելու են սա, որպես որ դու այդ մարդու վարդապետությանը համաձայն ես։ Հիմա մեր շրջանակում մենք ճիշտ է դուր չենք բացում, բայց երբ որ կիսվում ենք մեր Facebook-յան էջում, մեր ընկերները, ովքեր որ մեզ ճանաչում են որպես հոգևորներ, ինչ են ընդունելու, ասում են փաստորեն ուրեմն այս եկեղեցին, այն եկեղեցին, այս քարոզիչը նույն վարդապետության շրջանակներում են։ Շատ դեպքերում են չեն կարող հարցնեն, գիտես ինչ կա, ինչն է իր հավատամքը, արդյոք հավատում անեց, ոնց որ դու ես հավատում, լիարժեք համաձայն ես այս մարդու հետ, թե ոչ։ Ու ինչ որ ասում եմ, նաև ինձ էր վերաբերում, որտեղ ժամանակի շատ դեպքերում նույնիսկ քահանաներից, առաքելական եկեղեցու որոշ սպասավորների հետաքրքիր խոսքեր կիսվում էին մոտս։ Բայց հետո սկսեցի մտածել սրա մասին։ Ինչ կտեսնի, ինչ է պատկերացնում մարդը, երբ որ այդ հատվածը լսում է։ Okay, այդ առումով տվյալ քահանան, տվյալ առաջնորդը ճիշտ է ասում։ Բայց ինչ անենք այն մնացածի հետ, որը որ մեկ վարդապետության մեջ չի բռնում։ Հիմա խոսքը գնաց կոնկրետ առաքելական եկեղեցու, ասեմ, որ մեր եկեղեցու վարդապետության ու առաքելական եկեղեցու վարդապետության մեջ երևի մենակ երրորդության շրջանակն էլ է որոշ վերապահումներով, որ մենք համաձայն ենք։ Մնացած բոլոր վարդապետական կետերի շրջանակում մենք համաձայնություն չունենք։ Գուցե եւ ելի եմ ասում ծայրահեղ ինչու խոսքերը սիրելներ, բայց պետք է զգուշավորություն ցույցաբերենք ամեն հարցում, որ տեսնենք թե ինչ ենք սովորեցնում, ինչ ենք փոխանցում, ինչ ենք մարդկանց մենք ասում։ Դրա համար եթե նման հարցեր են լինում, կարող եք խոսել, խորհրդակցել եղբայրների հետ, ասեք օրինակի համար տվյալ քարոզչի, տվյալ վարդապետության հետ ինչ մոտեցում ունեն։ Եվ եթե այդ մարդը համապատասխանում է այն շրջանակին, այն Աստծո խոսքին, որ կա, այդ դեպքում կասենք հանգիստ ձևով, թե լսեք, թե կիսվեք ինչ որ ձեր սրտից գալիս է։ Բայց եթե բաներ կան, որոնք որ դուք չգիտեք կամ այդ վարդապետին չեք ճանաչում, այդ ուսուցչին չեք ճանաչում, ինչքան էլ որ այդ ուսուցումը հոգևոր է հնչում, սիրուն է հնչում, մի կիսվեք, որտեղ դա կարող է գայթակղություն լինի ուրիշների համար։ Նման ձևով մենք նմանեցնում ենք մեզ այդ մարդկանց ուսուցման հետ, վարդապետության հետ, որը այդպես չի։ Դրա համար այս հարցում սա ուղղակի մի փոքր sense բան, որ մի քիչ զգուշ լինենք, որտեղ ելի եմ ասում, գնալով այս տեսքով շատ է տարածվում ու առաջ Աստված աղոթեք, որպեսզի նման ծառայություն մենք էլ սկսենք, որտեղ հիմա մի փոքր դժվար է, կան ձայնագրություններ արդեն ուզում ենք այդ շրջանակում ավելի ակտիվ լինենք, որպեսզի կարողանանք մենք մեր նյութերն ունենանք տարածելու, աղոթեք, որպեսզի Տերը այդ կարողությունն ու այդ ժամանակը հստակ տա, որպեսզի այս առումով ակտիվ լինենք։ Ինչու, որտեղ ես ուզում եմ, որ մենք որպես եկեղեցի առողջ վարդապետության մեջ լինենք։ Ու այն ինչ որ կիսվում ենք, այն ինչ որ բաժնեցում ենք, համապատասխանի այն ուսուցմանը, ինչ որ Աստծո խոսքն է ասում։ Եվ սա ինձ համար կարևոր է ու կուզեմ, որ ձեզ համար էլ կարևոր լինի։ Դուք եք նախանձավոր լինեք այդ հարցում, որ ձեզ համար սկզբունքային լինեն այն հարցերը, որոնք որ պարզ են։ Տեսեք, նորից եմ ասում։ Սա չի վերաբերվում այն հարցերին, որոնք որ որոշ առումով
պարզ չեն կամ որոշ առումով դեռևս քննարկման տեղի առիթ են տալիս։ Որտեվ կան եկեղեցիներ, կան քարոզիչներ, որ այո, մեծ համասամբ մենք կիսում ենք նույն վարդապետությունը։ Որոշ հարցերում գուցե տարբեր մոտեցումներ ունենանք, բայց սա առաջնային վարդապետական հարցերը չեն։ Դրա համար այս առումով պետք է զգույշ լինենք, այն ինչ որ հստակ Աստծո խոսքն ասում, այն ինչ որ կոնկրետ է, այս առումով ամուր բռնենք։ Մնացածը խնդրենք, որպեսզի Տերը իմաստություն տա ճիշտ ձևով վարվելու նման իրավիճակներում։ Սիրելիներ, շարունակելու ենք Եբրայեցիս նամակի սերտողությունը, հասել ենք 11-րդ գլուխ 27-ից 29 համարներն ենք միասին կարդալու եւ շարունակվում է նույն թեմա գործնական հավատքի դրսևորումն ենք նայելու։ Որ եթե ես հավատում եմ, ինչպես այն պետք է արտահայտվի իմ կյանքում։ Ինչի որովհետև չի կարող մեկը հավատքի մեջ լինի եւ օրինակի համար որևիցե բանով չտարբերվի ուրիշ մարդկանցից։ Որևիցե կերպով այդ մարդու հավատքը չարտահայտվի, անհնարին է դա ուղղակի։ Երբ որ նոր է դարձի եկել, երբ որ նոր է ապաշխարել, շատ դեպքերում վախենում եմ, շատ դեպքերում թաքցնում եմ մարդկանցից, թե օրինակ որտեղ եմ գնում։ Բայց զգացի, որ այդ ամեն ինչը հանդիմանվում է։ Եվ հիմա արդեն իսկ, երբ որ նման առիթ է լինում, ոչ թե թաքցնում ես, այլ հակառակը, նման իրավիճակներ ինչ ես անում, օգտագործում ես ավետարանի քարոզի համար, ինչի որտեղ դրա մեջ հասունություն ես ունենում։ Բայց եթե որևիցե մեկ իր կյանքում տարիներ շարունակ նույն կարգավիճակում է գտնվում, դեռևս կարիք ունի անընդհատ հիշեցնելու, որ գիտես ինչ կա, Աստծո խոսք կարդա, աղոթի, պաշտամունքի մասնակցի, խնդիրներ կա, կասկած առաջանում, արդյոք այս մարդը վերստին ծնունդ ունի, թե ոչ, որտեղ եթե մեկը վերստին ծնունդ ունի, գործնականում այդ հավատքը պետք է երևա, եթե այդ հավատքը չի երևում, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ, ուրեմն գուցե սնունդ է չի, ինչ-որ ինքը լսում է, ինչ-որ կարդում է, այն ինչ-որ անում է, գուցե ընդհանրապես հոգևոր սնունդ չի ստանում, վերստին ծնունդ ստացել է, որպես մանուկ տենց է մնացել է, դրա համար ամեն մի քարոզից ինչ անում, տարու բերվում է, դեռևս կարիք ունի երեխային, որ սա ձեռդ բռնես ու անցկացնես ճանապարհին։ Դա լավ վիճակ չի։ Չպիտի նման վիճակում մտնենք, լինենք։ Պետք է աճենք։ Եվ այստեղ Եբրայեցիս նամակի մեջ, երբ որ եկեղեցուն հեղինակ այս օրինակներն է բերում է մեկ նպատակի համար, որպեսզի իրանք քաջալերվեն այս հավատքի օրինակով ու հասկանան, որ գործերով որևիցե մեկը չի փրկվում, այլ հավատքով էր եւ հավատքից էին ինչ անում բխում գործերը։ Հետևաբար ոչ թե գործեր, որ կբերի փրկության, այլ հավատ, փրկություն, որը որ ծնում էր ինչ գործեր։ Եկեք կարդանք Եբրայեցիս 11:27-ից 29 համարները։ Եթե ձեզ հետ են ձեր սուրբ գրքերը, բացեք միասին կարդալու։ Եբրայեցիս 11:27 համարից։ Հավատով նա թողեց Եգիպտոսը թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց իբրև թե տեսնում էր անտեսանելին։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Հավատով անցան կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչև եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար։ Շնորհակալ ենք, որ կյանք ես տվել, շնորհակալ ենք ով Հայր, որ առիթ ունենք գալու քո առաջ, քո որդու շնորհիվ, Տեր Աստված։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես մեզ, լսում ես մեր աղոթները եւ պատասխան ես տալիս մեզ, Տեր։ Քո բարի պատասխանն ես տալի եւ մեզ առաջնորդում ես մեր կյանքի ողջ ընթացքում, Տեր։ Աղոթում եմ, որ օրտես այս պահը, այս ժամը, Տեր, օրտես խոսքդ, Հայր, եւ օգնես, որ այն ամենը ինչ որ խոսելու ենք, լինի միայն քո խոսքի համեմատ, լինի միայն քո ճշմարտությունը, Տեր Աստված, քո կամքը հայտնի լինի մեզ, Տեր, եւ քո կամքին որպես եկեղեցի հնազանդվելով ասենք այո եւ ամեն, Տեր, որպեսզի գործես մեր կյանքերում, որպեսզի մեր կյանքն էլ փառավորի քո սուրբ անունը եւ մեծարի քո
այն փառքը, քո անունը, որը որ տվել ես մեզ, որպես դեսպաններ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ամեն։ Գիտեք, այստեղ շարունակելով հեղինակը Մովսեսի մասին խոսելով, բերում է ևս 3 իրավիճակ, որտեղ որ Մովսեսը իր հավատքը դրսևորեց։ Առաջ Աստված արդեն ևս մեկ Կիրակի 11-րդ գլուխը կավարտենք, եթե տելեգրամեն, որտեղ բավականին երկար կենտրոնացանք եւ հույսով եմ, որ շատ դասեր քաղեցիք այս 11-րդ գլխից։ Ինչու որտեղ սա կարևոր մի նյութ է, կարևոր մի թեմա է, կարող եմ ասել նույնիսկ գործնական մի թեմա է, որը որ պետք է մեզ ուղղորդի մեր կյանքի ընթացքում։ Որտեղ այն իրավիճակները, որ մենք հայտնվում ենք մեր կյանքում, նման իրավիճակում նաև հայտնվել են բոլոր մինչև մեզ այն հավատքի հայրերը, այն մարդիկ, ովքեր որ հավատում էին։ Եվ իրենց օրինակը մեզ համար պետք է քաջալերանք լինի։ Ու այստեղ կտեսնենք ևս 3 իրավիճակ, ևս 3 դեպք Մովսեսի կյանքում, որտեղ որ Մովսեսը հավատքով քայլեց, հավատքով վարվեց։ Առաջին հենց 27 համարի մեջ էին կարդում, որ ասում է հավատքով նա թողեց Եգիպտոսը թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց իբրև թե տեսնում էր անտեսանելին։ Նրանք ովքեր որ 5 տականը ելից գիրքը կարդացել են, վստահ եմ հիշում եք պատմությունը, որ երբ որ արդեն բավականին հասուն տարիքում էր գտնվում Մովսեսը, տեսավ մի իրավիճակ, երբ որ եգիպտացի մի ծառան կամ եգիպտացի մի այն ժամանակ նայողներ կային, էլի աշխատողների նկատմամբ, ծեծում էր հրյաներին, ծեծում էր մի հրյային։ Ու ուղղակի բարկացավ այդ ժամանակ Մովսեսը ու սպանեց այս եգիպտացին։ Որպեսզի որևիցե մեկը չիմանա, ուղղակի հենց այդպես ավազի մեջ թաղում է ու կարծում է, որ ամեն բան ավարտված է։ Հետո մի անգամ տեսնում է, որ երկու հրյա իրար հետ կռիվ են անում, մոտենում է ասում է, դե ինչու եք էլի կռիվ անում բան, ու դե հրյաները ասում են, դու ով ես, քեզ մեր վրա դատավոր դրել էլի, թե ուզում ես այն եգիպտացու նման մեզ էլ սպանես։ Երբ որ Մովսեսը հասկանում է, որ այդ թեման փակված չի, այսինքն արդեն տարածում է գնում, որոշում է կասնում, որ պետք է հեռանա, որոշում է կասնում, որ պետք է փախնի։ Գիտեք, եթե մենք ունենանք մենակ ելից նամակը, կհասկանանք, որ կարծես փարավոնի հենց վախից, որ պետք է մահանա, փախնում է ու հեռանում է։ Այնինչ Եբրայեցիս նամակի հեղինակը հակառակն է ասում, որ վախը ոչ թե իր մահվան առումով, այլ փախնել այդ որոշումը կայացեց ինչի, որովհետև այստեղ հարց կար։ Մենք շատ անգամներ կամ շատ մարդիկ կարծում են, որ երբ որ խնդիր կա, երբ որ դժվարություն կա, ու այս պահին սենց գնամ արճակատ այդ խնդրի առաջ կանգնելով, հա գուցե եւ մահանաս։ Գուցե եւ այդ կռվի մեջ սենց հերոսաբար մահանաս ու վերջ, ամեն ինչը վերջանա։ Բայց սա իմաստուն չի լինելու։ Մովսեսը երբ որ թողեց ու հեռացավ, ժամանակն էր սպասում են ժամանակը, երբ որ Տերը կանչելու էր։ Ինքը արդեն նախանձավոր էր իր ժողովրդի համար եւ մի ցանկություն ուներ ինչ որ կերպով ինչ անի, ազատի։ Ու եթե այս պայդրությամբ Մովսեսը շարունակեր նման ձևով իր մեթոդներով, Եգիպտացի սպանելով, ինչ որ կերպով ազատեր, վերջնական արդյունքը ինչ էր լինելու։ Ուղղակի իրան սպանելու են ու այս ամեն ինչը վերջանալու էր, ավարտվելու էր։ Դրա համար որոշում է կասնում, որ հիմա պետք է ես լքեմ։ Պետք է թողնեմ մինչև որ այդ պահը գալու է Տերը հասունացնելու թե ժողովրդին, թե իրավիճակը, որպեսզի կարողանա այն սրտի փափագը, ինչ որ կա, իրականություն դարձնի։ Գիտեք, վախը այն գործիքն է, որ սատանան շատ օգտագործում եւ մինչեւ հիմա օգտագործում է։ Եկեղեցին լուր է մնում, Աստծո խոսքը չի քարոզում, գիտեք ինչից։ Վախից ելնելով։ Աշակերտներին նայեք, հիշեք, որ անընդհատ այս վախը մեր կյանքում կա։ Շատ դեպքերում այդ վախը նույնիսկ երբ որ սկսում ենք մտածել, հասկանում ենք, որ ինքը բան չի, առարկայական չի իրականում։ Ինչ կարան մարդիկ մեզ անեն, ինչ կարան ընդհանրապես այս աշխարհում մեր դեմ որևիցե մեկն անի։ Մաքսիմում ամենաշատը սա եւ խոսել ենք այդ մահվան նկատմամբ վախի առումով։
Վախ հասկացողությունը ընդհանրապես ինքը վատ բան չի, որտեղ վախը նորից Աստծո կողմից տրված է, բայց այդ վախը պետքա լինի ռացիոնալ ինչ առումով, որպեսզի ուղղակի ինչ որ անհեթեթ բաների մեջ չընկնենք։ Նույն երեխաներին մենք սովորացնում ենք, որ վախենան, չգիտեմ, կրակից, վայրի կենդանիներից, չգիտեմ, ուրիշ ինչ որ վտանգավոր բաներից, ինչի, որովհետև հասկանում ենք, որ այդ ամեն ինչը կարող վնաս տա։ Բայց շատ անգամներ մենք ինչ ենք անում։ Մենք վախենում ենք աշխարհից, չհասկանալու, որ նախ եւ առաջ պետք է երկյուղ ունենանք ում նկատմամբ, Աստծո նկատմամբ։ Հետևաբար երկյուղ ունենալ այդ վախ ունենալը Աստծո առումով մեզ ճիշտ ճանապարհով ուղղորդելու։ Իսկ եթե վախ ենք ունենալու աշխարհի առումով ու այդ վախը ավելի գերակշռելու է, քան թե Աստծո նկատմամբ մեր ունեցած սերը կամ նույնիսկ երկյուղը, սա մեզ տանելու է ուր դեպի մեղքի։ Մատթեոսի ավետարանում 10-րդ գլխում 27 եւ 28, ну եկեք 26 համարից կարդանք։ 26-ից 28 համարներում Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերն է ասում։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 26-ից 28 համարները։ Արդ նրանից մի վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, եւ գաղտնի բան, որ չիմացվի, ընդհանրապես հալածանքի մասին է խոսքը գնում, որ ժամանակ է գալու, որ բոլոր քրիստոնյաների, բոլոր հավատացյալների նկատմամբ բավականին մեծ հալածանք է լինելու։ Այստեղ ասում է իրանցից մի վախեցեք։ Ինչ որ ձեզ խավարի մեջ ասում եմ, լույսի մեջ ասեք։ Խավարը ո՞րն է։ Այս ամբողջ աշխարհը խավար է, ասում է խավարի մեջ Հիսուսն եկավ, ու մարդիկ չընդունեցին։ Մեղքի աշխարհում, ասում են ինչ որ այս աշխարհում դուք լսում եք, ինչ արեք, լույսի մեջ ասեք, եւ ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա քարոզեք, ինչ է ասում։ Այն ինչ որ լսում եք, այն պատգամները, խոսքը, այն ամեն ինչ որ լսում եք, ինչ արեք, գնացեք ու բարձրաձայն ասեք, տանիքից ասել, նշանակում է հնարավորինս այնպես ասել, որպեսզի շատ շատերին լսելի լինի։ Մենք չենք թաքցնում ճշմարտությունը, ճշմարտությունը լսում ենք եւ այս ճշմարտությունը փոխանցում ենք։ Այդ ճշմարտությունը փոխանցելու ժամանակ վտանգ կարա լինի, վախ կարա գա մեր անձի, մեր անվնաս լինելու առումով։ Այո, կարա լինի։ Դրա համար ինչ է ասում։ Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր կարող են, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Ուշադրություն դարձնում եք, ասում է գնացեք քարոզեք, ու մի վախեցեք նրանցից, ովքեր որ ձեր մարմինը կարան սպանել։ Մի վախեցեք այդ մարդկանցից։ Այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել եւ հոգին եւ մարմինը։ Ում մասին է խոսքը գնում։ Ով ունի իշխանություն մարդու հոգու վրա։ Աստված։ Նրան ասում է նրանցից մի վախեցեք, այլ վախ ունեցեք Աստծուց։ Վախ ունեցեք Աստծուց եւ այս վախով ինչ արեք, գնացեք ու ավետարանը քարոզեք։ Հասկացեք մի բան, որ ժամանակը գալու, որ մեզանից Տերը պահանջելու է։ Պահանջելու են մարդկանց արյունը, որոնք որ մեր շուրջն էին, մեր շրջապատում էին, բայց մենք ինչ արեցինք։ Վախից ելնելով, ծուլությունից ելնելով, չգիտեմ ինչ բաներից, ուղղակի լուր մնացինք, չխոսեցինք, ավետարանը չքարոզեցինք, չտվեցինք այն ինչ որ լսել էինք։ Հիսուս իր աշակերտներին անդադ էս նույն բաներ կրկնում։ Անդադ ասում էր մի վախեցեք, մի վախեցեք, մի վախեցեք։ Բայց շատ դեպքերում ուղղակի աշակերտները են որ ասում մի ականջից լսում էին, մյուս ականջից դուրս էր գալի եւ մոռանում էին այս ամեն ինչը։ Պետրոս առաքյալը մեկը որ կարծես պետքա լիներ առաջնորդը աշակերտների մեջ։ Երբ որ նեղություն եղավ, երբ որ խնդիր եղավ, երբ որ հալածանք եղավ, ինչ արեց։ Ուրացավ, 3 անգամ ուրացավ, իմիջի հարց կար, նույնպես խաչվելու, ծեծվելու խնդիր կար, ինչ արեց, վախեցավ, ասեց, ես չեմ ճանաչում Քրիստոսին։ Ես Քրիստոսի հետ չեմ։ Ու վախեցավ այնպիսի մարդկանցից, ովքեր որ ինչ էին, ծառա են, փոքրիկ աղջիկ են, մի հատ ինչ որ ստրուկ են, վախեցավ այս մարդկանցից ու ուրացավ Քրիստոսին։
Մենք նույն ձև ենք վարվում, թե ոչ։ Այո, շատ անգամներ նույն ձև ենք վարվում, շատ անգամներ ուրանում ենք, շատ անգամներ ուղղակի լուր ենք մնում։ Ասում ենք, դե մյուս անգամ, ոչինչ կարող է սխալ հասկանա։ Հասկանում եք, սերը դիմացինի նկատմամբ չի կարող արտահայտվի ուղղակի լուր մնալով։ Պատկերացեք, Մովսես այս ամեն ինչից հետո ասեր, դե լավ, որ ժողովուրդս արդեն այն իրանց օգնություն են փորձել ցուցաբերել, Եգիպտացուն եմ սպանել, որը որ իրանց էր նեղացնում, հիմա իրանք այդ ամեն ինչը տարածում են, որպես ես խնդիր ունենամ, գնամ ինձ համար ապրեմ էլի։ Ինչ խնդիր ունեմ։ Փարավոնի տանն եմ ապրում։ Որևիցե հարց, որևիցե խնդիր չունեմ, չեք ուզում, որ օգնեմ։ Գնացեք ձեզ համար ապրեք, կարար նման որոշում չեք կայացներ։ Բայց հասկացա, որ ինքը դրա համար չի կանչված։ Մենք էլ շատ դեպքերում այդ հնարավորություն ունենք լուր մնալու։ Ուղղակի սուս ենք մնում, ասում ենք, մեր գործը չի, թող Սարգիս եղբայրը քարոզի։ Թող մեկ ուրիշը քարոզի, ես լուր մնամ, իմ գործը չի դա։ Ես հələ լավ չգիտեմ։ Ես հələ լավ չեմ սովորել դասերս։ Փրկության ավետարանը չգիտեմ, ինչպես եմ փրկվել։ Ում միջոցով եմ փրկվել։ Որ մեռած էի մեղքերիս մեջ ու Քրիստոսի միջոցով, Քրիստոսի թափված արյան միջոցով փրկություն ստացա։ Սրա մասին գիտեմ, թե ոչ։ Գիտեմ, շատ լավ գիտեմ, եթե չգիտեմ, ուրեմն փրկված էլ չեմ։ Այդ պարզ ավետարանը կարանք քարոզենք մարդկանց, թե ոչ, կարանք։ Ուրիշ վարդապետական հարցեր կտա, ուրիշ բաներ կասի։ Ազնիվ կերպով, եթե չգիտեք, ասեք չգիտեմ, բայց կճշտեմ, կհետաքրքրվեմ ու կփորձեմ պատասխանեմ կամ կարող եք ասել գիտեմ մարդկանց, որոնք որ գուցե այդ հարցերին պատասխան կկարողանան տան, բայց մի լուր մնացեք, մի սպասեք այդ պահին, թե երբ է այդ պահը գալու վերջը որ խոսալու եմ։ Մի վախեցեք, որտեղ վախը ինչ անում, փակում է մեր բերանը։ Փակում է այն, ինչ որ մեր կյանքում փրկություն բերեց, ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, ավետարանը ամոթ չեմ համարում, լուր չեմ կարա մնամ, խոսելու եմ, քարոզելու եմ, ուզում է թող հեթանոսների համար այդ ամեն ինչը անհեթեթություն լինի, ես շարունակելու եմ քարոզել, նայեք Պողոս Սարաքյալի կյանքին, քանի անգամ քարկոծվեց, մեկ անգամ սպանեցին, բարեց բուն իմաստով ու գցեցին աղբի մեջ, Տերը ողորմած գտնվեց, էլի կյանք տվեց։ Մտրակվել է, եկեղեցու կողմից է հալածանք ունեցել, մնացած մարդկանց կողմից է հալածանք ունեցել, գողերի կողմից է հալածանք ունեցել, բոլոր կողմից հալածանք է ունեցել։ Ինչ արել, լուրա մնացել, չի ասել շարունակ քարոզելով, շարունակ ասելով, ինչի որտեվ հասկացել էր մի բան։ Այն երկյուղը, այն պատասխանատվությունը, որ ունի Աստծուց, ավելին է, քան թե այն վախը կամ այն ամեն ինչ, որ աշխարհը կարա ինչ անի, մեր դեմ առաջ բերի։ Դրա համար առաջինը հավատքը արտահայտվում է ինչով, քաջությամբ։ Տեսեք, այս քաջությունը նորից ես ուզում եմ հասկանանք մի բան։ Այնպես չի, որ մենք ինչ որ գերբնական մարդիկ ենք, որ մենք որևիցե բանից չենք վախենում։ Այս քաջությունը գալիս է հավատքից, իսկ հավատքի հիմքը Աստծո խոսքն է, Աստված է։ Դրա համար ասում, որ եթե Տերը մեզ հետ է, ով կարա մեզ դեմ լինի, սա խնդիրը նրանում չի, որ այդ ով որ այդ խոսքերն ասում է, ինքը շատ ուժեղ մեկն է, սրա մասին չի։ Երբ որ Դավիթը կանգնեց Գողիաթի դեմ, մարդկային տրամաբանությամբ, մարդկային հասկացողությամբ, Դավիթը որևիցե բան Գողիաթի նկատմամբ չէր կարող անել, որովհետև տարբեր քաշային կատեգորիաներ են։ Ընդհանրապես բան չէր կարող անել։ Բայց Դավիթը հասկանում էր, որ ստե խնդիրը իր անձը չի։ Եթե հավատք ունես, վախը դիմացի ինչ որ մեծ Գողիաթի նկատմամբ, այս ամեն ինչը դառնալով ոչինչ, որտեվ հասկանում ես, որ այնտեղ Աստված կա, ում առաջ որ պատասխան ես տալու։ Դրա համար այո, պետք է հավատքը արտահայտվի քաջությամբ։ Երբ որ ասում է անտեսանելին տեսանելի էր տեսնում, Մովսեսը դեռևս չգիտեր ընդհանրապես ինչ է լինելու։ Բայց գիտեր մի բան, որ Տերը ինչ արել, հրաշք ձևով իրան փրկել է, ինքը ծնվել է այն ժամանակ, որտեղ որ բոլոր մանուկներին սպանում էին։ Տերը բերե հասցրել է իրան այդ մակարդակի, որ ինքը ապրում է փարավոնի տանը։ Եվ ժամանակ այլ գալիս, որ հասկանում է, որ պետք է հեռանա։
Հետո Տերը նորից հետ է վերադարձնում։ Երկրորդ անգամ էլ արդեն ուրիշ փարավոն էր։ Ու նորից պետքա փարավոնի մոտից ինչ աներ, դուրս գար։ Երկու դեպքում էլ վտանգ կար, բայց երկու դեպքում էլ Մովսեսը ինչ արեց, հավատքով քայլեց։ Եվ դրա հետևանքը այն եղավ, որ այդ քայլը, այդ որոշումը առիթ հանդիսացավ, որ Տերը օգտագործելով Մովսեսին, իր ժողովրդին փրկեց։ Նույնպես եւ մեր կյանքում, երբ որ մենք թույլ ենք տալի, որպեսզի Տերը գործի, երբ որ մենք մեր բերանը բացում ենք, սկսում ենք ավետարանը քարոզել, կտեսնեք, թե Տերը ձեր միջոցով ձեզ օգտագործելով իր հրաշքն անելու, ավետարանը քարոզելու, որ ժամանակին վախում եք, ժամանակին ամաչում եք, ժամանակին ասում եք, ես ոչ մի բան չգիտեմ, տեսնելու եք, որ Տերը ինչ է անում, ուղղակի ձեր բերանը բացելու է ու խոսելա տալու։ Գիտեք դա ուրիշ ինչ է նաև դրդում, երբ որ մարդը սկսում է ավետարանել, հասկանում է, որ շատ ավելի կարիք ունի սովորելու։ Ու այս ամեն ինչը մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Երբ որ ավետարանում ես, արդեն սկսում ես ավելի շատ կարդալ Աստծո խոսքը, ավելի շատ հետաքրքրվել, ինչի, որտեվ հասկանում ես, որ հնարավորինս ուզում ես ավելի շատ, ավելի պարփակ, ավելի ամբողջական փոխանցես, որպեսզի դիմացինը հասկանա այդ ամեն ինչը։ Բայց երբ որ լուռ ենք մնում, դրա համար ոչ է քարոզ ենք լսում, ոչ է կարդում ենք, ինչի որտեղ չենք էլ օգտագործում, պետք չի գալիս մեզ։ Ասում ենք դե լավ, թող մեր տեղ ուրիշները քարոզեն։ Բայց այստեղ չպիտի լինի, սիրելիներ։ Դրա համար Աստծո խոսքը շատ հստակ է, Հիսուս մի քանի անգամ այս խոսքն ասեց, ու սիրում եմ այս համարն, որ ասում է՝ մի վախեցիր փոքր հոտ։ Ես այս աշխարհը հաղթել եմ, մի վախեցիր փոքր հոտ։ Մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսով, որովհետեւ բան չի կարա լինի։ Դա համար եկեք մեր վախը ոչ թե աշխարհը լինի, ոչ թե այն ինչ որ աշխարհը կարա մեր դեմ անի, մեր հեղինակության, մեր անունի հետ, այլ վախեցեք նրանից, որ վաղը մյուս օրը կանգնելու եք ամենակարող Աստծո առաջ։ Այդ ամենակարող Աստված ձեզանից պահանջելու այն, ինչ որ տվել էր։ Խոսքս փրկությունը կորցնելու մասին չի, սիրելիներ։ Խոսքս այն պատասխանատվության մասին է, որ որպես զավակների, որպես որդիների Տերը դրել է։ Հենց այնպես չես դու այն ընտանիքում, որտեղ որ այս պայծրությամբ ես։ Հենց այնպես չես դու այն աշխատանքի վայրում, որտեղ որ Տերը հիմա քեզ դրել է այնտեղ։ Հենց այնպես չես դու այն ուսումնական հաստատությունում, որտեղ որ դու հիմա սովորում ես։ Որևիցե բան քրիստոնյաների համար պատահական չի։ Ոչ վայրը, ոչ ժամանակը, եւ Աստված ամեն ինչ բարին գործակից է օգտագործում։ Եվ այս ամեն ինչի համար մեր վրա պատասխանատվություն կա։ Համար երբ որ պահը գալու է, երբ որ Հիսուսին խաչն էին հանում, աշակերտները փախան։ Մնացել էր Հովանեսը, ու այն էլ բարեկամական կապեր ուներ Մարիամի հետ, Հիսուսի մոր հետ։ Դա համար չէր կարա իրան էլ թողներ։ Այդտեղ էր։ Միակ աշակերտն էր։ Մնացած ուղակի գլուխները պահ փախա։ Ես չեմ ուզում, որ մենք որպես եկեղեցի այդ ձևի մեկը լինենք։ Որովհետև որ ինչ որ նեղություն, ինչ որ հալածան կա, մենք ուղակի գլուխներս կախում ենք, ասում ենք կապ չունեմ ես Քրիստոսի հետ։ Կապ չունեմ ես այս եկեղեցու հետ, ուղակի փախտենք։ Աղոթեք, խնդրեք, որպեսզի Տերը այդ քաջությունը տա։ Աղոթեք, որպեսզի ձեր հավատքը հաստատուն հիմքի վրա լինի։ Աղոթեք, որպեսզի դուք էլ ի վիճակի լինեք այն տեսնելու, ինչ որ այս պայծրությամբ ինչ է, անտեսանելի է մեզ համար։ Թող որ Տեր Աստված, թող որ Հիսուս Քրիստոսի ներկայությունը ձեր կյանքում շոշափելի դառնա, որտեվ Տերը խոստացել է։ Երկրորդը, հավատքը արտահայտվում է ինչով, հնազանդությամբ։ Եկեք կարդանք 28 համարը։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Նորից եթե պատմությունը հիշում եք, երբ որ արդեն Մովսեսը 40 տարի արածեցնելով գառներին իր աներոջ, պահը եկավ, երբ որ Տերը կանչեց, ասեց պետքա գնաս ու իմ ժողովուրդը հանես։ Հիշում եք, որ սկսեց հերթով պատիժներ տալ Եգիպտոսին։ Եվ ամենավերջի պատիժը 10-րդ պատուհասը, որ պետքա գար, սա էր, որ հրեշտակը գալու է եւ ինչ անելու, առաջի բոլոր առաջնեկներին,
ամեն մի ընտանիքի բոլոր առաջնեկներին հարվածելու է։ Եվ այն մեկի դրան դինքին այդ վերևի հատվածին, որտեղ որ արյունը քսած կլինի, այդ ընտանիք չի մտնելու հրեշտակը, չի հարվածելու։ Նրանք, ովքեր որ Եգիպտոսի մշակույթը ուսումնասիրել են, գիտեն, վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, որ իրանք ծիսական մի մեծ ինստիտուտ ունեին, այսինքն գրված բավականին շատ աստվածներ ունեին, սիստեմ ունեին, ամեն ինչ ինչպես պետք է արվի, ունեին իրենց ծառայողները հոգևոր, եւ հիմա պատկերացեք իրավիճակ։ Մի ազգ հրյաները երկար ժամանակ, երկար տարիներ այս սիստեմի մեջ են մեծացել։ Տեսնում են, որ Նեղոս գետնա բավականին իրանց համար կարևոր աստվածային, տեսնում են Փարավոնին, որը որ ինքն իրեն աստվածա հռչակում, հասկանում եք, այս իրավիճակն են տեսնում են քրմերի ու տեսնում են փառք, բարեձգուն իմաստով այդ ժամանակահատվածում Եգիպտոսը ամենահզոր պետություններից մեկն էր, ամենազարգացած պետություններից մեկն էր, եւ դու որպես ստրուկ այս փառքն ես տեսնում, այս մեծությունն ես տեսնում ու իրանց կռապաշտությունն ես տեսնում, իրանց կուրքերին ես տեսնում։ Եվ ահա գալիս է Մովսեսը ու ասում է, որ ժողովուրդ մենք հիմա գառ ենք մորթելու ու այս արյունը քսելու ենք դռների վրա ու այս արյունը ինչ որ կերպով մեզ ինչ անելու փրկելու է։ Հասկանում եք, սրա համար հավատք է պետք, որովհետև նման ծիսական արարողություն չի եղել։ Իրանք անդադ լսել են, որ Եգիպտոսի աստվածներն են ամենահզորները եւ տեսանել տենում են Փարավոնին։ Եվ ահա գալիս է մեկը, որը որ անհասկանալի բան է ասում, որ պետք է անեն։ Ու Մովսեսը ինքն էլ հասկանում է, չէ՞ որ այս արյունը ինչ որ մի բան ինքնին չի կարող անի, որտեվ մինչև այդ շատ անգամներ, չգիտեմ, գառ մորթել էին ու կերել էին, խորոված կերել էին։ Ու այդ արյունը ինչ որ հարց չէր լուծում, ինչ որ խնդիր չկար դրա մեջ։ Դրա համար ինչի կարիք ունեին։ Հավատքի եւ այդ հավատքով հնազանդվելու, որովհետեւ եթե չհնազանդվեին, այդ հարվածը նաեւ գալու էր իրենց տուն։ Ինչ է կարծում, այդ ժամանակ իրանք գիտեին, որ վաղը մյուս օրը Տերը էլ ավելի ցույց է տալու այդ արյան խորհուրդը ինչն էր։ Չգիտեին դրա մասին։ Իրանք ընդհանրապես ընդունել էին ինչ որ Տերն ասել էր։ Մեզ համար է, որ սա արդեն բացահայտված է, եւ մենք գիտենք, որ դա խորհրդապատկերն էր ինչի։ Քրիստոսի թափված արյան։ Որ այո, այդ փրկությունը լինելու է Քրիստոսի թափված արյամբ։ Սա այն խորհուրդն էր, որ դեռևս այդ ժամանակ մարդիկ չգիտեին, ուղղակի իրանց համար մի ինչ-որ մի արարողակարգ էր, որը որ անհասկանալի էր իրենց։ Եվ ուղղակի պետք է հավատքով ինչ անեին, հնազանդվեին, ուրիշ ոչ մի բան։ Դրա համար շատ դեպքերում Աստված այն ինչ որ մեզ ասում է, ինչ որ մենք լսում ենք, աշխարհի համար, մարդկանց համար ինչ կարա որպես հնչի, անհեթեթություն։ Ինչ որ մի հիմարություն։ Ամեն Կիրակի ինչ եք անում։ Ամեն Կիրակի գնում եք քարոզ եք լսում, նույն բանն եք լսում, անհեթեթություն չի, անիմաստ ժամանակի անցկացում է, ինչներիդ է պետք, գնացեք, չգիտեմ, հանգստացեք, գնացեք ամառը վայելեք, հարությունը, ինչ հարություն, ինչ կյանք, ինչ որ, չգիտեմ, հավիտենական կյանք, ձեզ ինչի դա պետք, գումար եք տալիս, ուզում եք հովին հարստացնեք, էլի, բիզնես է, տենում եք։ Գիտեք, նման բանը շատ եք լսելու մարդկանց կողմից։ Աղոթում եք, ում եք աղոթում, տեսնում եք ում որ աղոթում եք։ Գիտեք, շատ-շատերը նույնիսկ աթեիստները ինչ որ ասում են, հիմա տենց չեմ հավատում, էլի։ Հանկարծ չասեն, այս ինչ Արտուր եղբայրն ասում։ Աթեիստները նույնիսկ փորձում են համադրեն, ասում են շիզոֆրենիկ ու քրիստոնյան, համարյա նույն իրավիճակում են գտնվում։ Շիզոֆրիկներն ինչ որ բաներ խոսում, քրիստոնյաներն են ինչ որ մեկին ինչ որ բաներ խոսում, ինչ որ բաներ տեսնում, ասում, անում։ Հասկանում եք, այս համեմատությունը մարդկանց համար, աշխարհիկների համար, այն ինչ որ մենք անում ենք, այս ամեն ինչը անհեթեթություն է։ Եվ եթե իմ հավատքը թույլ լինի, տկար լինի, նման հարցերի վերաբերյալ ես ինչ եմ անելու, սկսելու եմ կասկածել, սկսելու եմ երկմտել, նայելու եմ, տեսնելու եմ տաճարին այն ժամանակվա իրավիճակին։ Տեսնելու եմ այս իրավիճակը ասում եմ, բայց ճիշտ են ասում։ Ամառա, գնանք մեր հանգիստը վայելենք, ստեղ ինչ գործ ունենք։ Մեր վայելենք, ապրենք այնպես ոնց որ ուզում ենք։ Այն ինչ որ ունենք, որտեղ մի անգամ ենք ապրում ու վերջ։ Այս տրամաբանությունը մարդիկ քարոզելու են ձեզ։
Բայց պետք է հնազանդություն, որպեսզի հնազանդվենք Տիրոջի խոսքին, բայց որպեսզի հնազանդվենք, ինչի կարիք ունենք, հավատքի կարիք ունենք։ Հրեաները այս իրավիճակն ունեն, տեսնում են Եգիպտոսի փառքը, Եգիպտոսի աստվածները, ու տեսնում են Մովսեսին, որ ասում է հիմա մի բան պետք է անես, որը որ դուք չեք հասկանում, բայց պետք է անեք։ Հռոմեացիս 3-րդ գլխում 24 ու 25 համարներում Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն է ասում։ Հռոմեացիս 3, 24 եւ 25 համարները։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է, Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, ուշադրություն դարձրեք, Աստված նախապես սահմանեց Հիսուս Քրիստոսի արյամբ քավություն լինելու, այդ նախապես սահմանվածի շրջանակում էր, որ ինչ արեց, Տերը պատվիրեց Մովսեսին, ասեց գառը մորթեք ու քսեք, այս ամեն ինչը նախապես ծրագրված էր, դեռևս Քրիստոս մարմնով երկրի վրա չէր հայտնվել, բայց Աստված իր ծրագիրն ուներ, Աստված իր խոսքը կամաց ինչ էր անում, հայտնում էր մարդկանց, եւ այո, մենք հիմա ունենք ամբողջական խոսք, այս ամեն ինչը մեզ համար լիարժեք բացված է, այն ժամանակ մարդիկ այս ամեն ինչը չունեին, այն ժամանակ մարդիկ նայում էին առաջ, որ գալու է Մեսիան, մենք հիմա ինչ ենք անում, նայում ենք հետ, ասում ենք եկել է արդեն Մեսիան, եկել է արդեն փրկությունը, իր արյամբ քավություն է եղել, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում Աստծո համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը։ Մեր բոլորիս մեղքերը Աստված իր վրա վերցրեց, Հիսուս Քրիստոս իր վրա վերցրեց, եւ իր արյամբ քավություն դարձավ մեզ։ Ու այնով որ հավատում է, փրկվում է, այնով որ չի հավատում, արդեն դատապարտված է։ Ինչի որտեվ այդ փրկության հնարավորությունը կա, ամեն ինչը կա, բայց մենք ինչ ենք անում, մենք ուղղակի մերժում ենք, ուղղակի աչք ենք փակում։ Դրա համար որտեղ որ կա հավատք, պետք է լինի հնազանդություն, նույնիսկ այն իրավիճակներում, որը որ մեզ համար անհասկանալի է։ Որը որ մեզ համար անհասկանալի է։ Եթե Տերը հստակ կանչում է իր կամքի համեմատ ինչ որ շրջանակում, ինչ որ կերպով վարվելու, արեք այդպես։ 5 գտակարանում շատ օրինակներ կա, երբ որ մարգարեներին Տերը ինչ որ բաներ ասում, որը որ անհասկանալի էր։ Նույնիսկ ծայրևության հասնող դեպքեր ա եղել, որ Աստված նույնիսկ հրամայել է մարգարեին, որ ինքը իրան վնասի։ Նու էդի շատ դեպքեր կա։ Ինչի որտեվ բան ուներ ցույց տալու եւ եթե մարգարեները սկսեին տրամաբանությամբ մոտենալ այդ հարցերին, կլներ որ անհնազանդ էին։ Մենք հիմա այդպես ծայրեղ ինչ որ հարցերի կարիքը չունենք, որտեվ ինչ ունենք, Աստծո խոսքը լիարժեք ունենք։ Եվ այո, Աստծո խոսքի շրջանակում բաներ կլինեն, որ Տերը մեզ կասի, ու մենք գուցե այդ ամեն ինչը անհետեթություն համարենք։ Բայց եթե Տիրոջ կամքի մեջ է հնազանդվեք, որտեվ սրա մեջ կա փրկություն։ Ինչի, որտեվ լսեցին Մովսեսին, իրանց դրանդինքին քսեցին, ու երբ որ հրեշտակը եկավ, չհարվածեց։ Ամբողջ Եգիպտոսում լաց էր, որտեվ իրանց առաջնեկներին կորցրել էին։ Փարավոնի տուն էլ նույնիսկ մտավ այս լացը։ Բայց հրեաների շրջանակում խնդիր չունեն, ինչի, որտեվ հավատացին եւ հնազանդվեցին։ Հնազանդությամբ արտահայտեցին իրենց հավատքը։ Մի բան եթե պատկերացնենք, որ որևիցե մեկը չհնազանդվեր, որևիցե մեկն ասեր, ինչ պետք է լինի, ինչ արյուն, ինչ բան, ինչ եք խոսում։ Կմտներ այդ սուքը իր տուն, թե ոչ, կմտներ, ընտանիքը կկործանվեր։ Եթե որևիցե մեկը հիմա ասի, ինչ Հիսուս Քրիստոսի թափված արյուն, ինչ եք խոսում։ Վերջնական արդյունքը ինչ է լինելու։ Կորուստ է լինելու հավիտենական։ Եթե մենք այսօր մերժում ենք այն ինչ որ արդեն իսկ տեղի է ունեցել, վերջ, այլևս այլ փրկության հնարավորություն չկա։ Եբրայեցիս նամակի մեջ շատ հստակ ասվում է, այնով որ մերժում է Հիսուս Քրիստոսի արյունը, այլ զո նոր ինչ որ միջոց ճանապարհ չի լինելու, սիրելիներ։ Աստված նախասահմանել է փրկության մեկ ճանապարհ։ Եվ մեկ զոհ, որի միջոցով մենք բոլորս քավվեցինք, այլ ճանապարհ, այլ հնարավորություն չկա, ինչքան էլ ուզում եք քարոզեք, ասեք, որ Աստված սեր է։ Հա համաձայն եմ, որ Աստված սեր է։ Եվ ինչա փոխում այդ ամեն ինչը։ Այն ամեն ինչ որ Տերն ասել է, իր խոսքից հետ չի կանգնելու։ Այսօր շատ եկեղեցիներ կա, որ կանգնում են, ինչ որ փորձում են Աստծո սերը ինչ որ ձևով արդարացնեն։
Ասում են դե կա խավարան, ոչինչ, կգնաք մի քանի միլիոն տարի կտանջվեք, հետո կփրկվեք, կապրեք։ Կամ ուրիշներն կկանգնեն, կասեն դե ինչ դատաստան, ինչ բան, մեռնելու եք, անցնելու պրծնի, այնով որ կփրկվեն, այն ովքեր որ կհավատան, իրանք կապրեն հավիտյան, Աստծո հետ։ Բայց այնով որ չի հավատալու, գնալու է կորսվելու, տանջանք, բան չկա, Աստված սեր է, այս ինչ եք ասում։ Հասկանում եք ինչ են անում, իրանց ուզած կերպով Աստծուն ձևափոխում են ու փորձում են մարդկանց նման ձևով ներկայացնեն։ Այլ ճանապարհ, այլ փրկություն չկա։ Միակ փրկությունը Քրիստոսի արյան միջոցով էր։ Ու այն ժամանակ զատիկը կատարելով ինչ արեցին, փրկություն ստացան իրենց զավակների համար։ Այսօր հավատալով Տիրոջ արյամբ մենք հնարավորություն ունենք մեղքերի թողություն ստանալու։ Եվ այսօր այդ խորհուրդն ենք միասին հիշելու։ Սրա մասին է սերն ուրիշ ինչ որ բանի մասին չի։ Վերջացնում եմ։ Երրորդը հավատքով արտահայտվում է նաև մեր վստահությունը։ Իրեք այն ժամանակ էլ է ասում, հավատալ նշանակում է վստահել։ Վստահել կատարյալ կերպով Աստծուն անկախ իրավիճակներից, անկախ խնդիրներից, անկախ հարցերից։ Համարը հավատքով անցան կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչև եգիպտացիները այդ փորձելով խեղդվեցին։ Հիմա նորից պատկերացեք իրավիճակ, վերջի վերջո այս պատոասից հետո փարավոնն ասում է գնացեք, էլ չեմ ուզում ձեզ ստենամ, որտեվ սուքի մեջ է, վշտի մեջ է, ու ժողովուրդը դուրս է գալիս։ Ժողովուրդը քիչ քանակությամբ ժողովուրդ չէր, ըստ աստվածաբանները ասում են մոտավորապես 1.5 միլիոն չափի բնակչություն, ուղղակի դուրս է գալի Եգիպտոսից ու գնում է ինչ-որ մի ուղղությամբ։ Քայլում են բավականին խնդիրներ, դժվարություններ, հետները երեխաներ կա, իրենց այդ անասուններին ունեցվածքը ամբողջը հանել են ու շարժվում են ճանապարհով։ Մեկ էլ հերվից տեսնում են, որ մի հատ բանակ է գալիս։ Եգիպտոսի բանակն է գալի, որտեվ ասում է, որ խաբեցին մեզ այս հրյաները ու պետք է գնանք ինչ անենք, անապատում բոլորին սպանելու ենք, վերջ։ Լավ, փրկություն կա, հələ կգնանք առաջ, կգնանք ինչի առաջ են կանգնում, ծովա դեմները։ Դիմացը ծովա, հետևն էլ գալիս է մի զորք, հզոր զորք, այն ժամանակ, ինչ օրինակներ բերեմ, այն ժամանակ դե այդ կարգերը, սովորական կարգեր չէին, նույնիսկ եգիպտացիք այդ կարգերը հատուկ են ձևի հենց պատրազմի համար պատրաստված կարգեր ունեն։ Այդ ժամանակում ամենահզոր զենք ունեն։ Ստեղ 1.5 միլիոն մարդ է, երեխաներ, կանայք, մի ժողովուրդ, որ խառնված է, չգիտե ինչ անի։ Ու շփոթվեցին Մովսեսին, նույնիսկ ասում են, լավ թողեր գոնե Եգիպտոսում մեռնենք, այս անապատում պետք է մեռնենք։ Բերել ես մեզ ստեղ, դիմացը ծով է, ընդդեիցել հեսա գալու են սարից վերացնեն ու պրծնի։ Կարային սպանեին եգիպտացիք, շատ հանգիստ։ Որևիցե լուրջ վնաս չէին ստանալու, որտեղ այդտեղ զորք չէր պատրաստված չէին։ Ուղղակի հետևդ նահանջելու տեղ չունես, դիմացդ էլ զորք է գալիս։ Այստեղ ինչ կարիք ուներ, կարիք ունեին վստահելու նորից։ Կարիք ունեին վստահելու, որ Տերը, եթե բերե հասցրել է ստեղ էս իրավիճակում, Տերը ունի իր ծրագիրը։ Մեր կյանքում մենք նման իրավիճակների ենք հանդիպում։ Մեր կյանքում կարա լինի հիվանդություն, որ ասեմ վերջ, Տեր, այսօր բերիր ինձ հասցրեցիր։ Հիվանդությունը մի խնդիր է, որը որ ինչ է, դիմացս որպես տուպիկ է։ Վերջ խոչընդոտ է, որը որ ես չեմ կարա անցնեմ։ Պատերազմ է։ Ինչ ենք անելու։ Շրջապատված ենք մուսուլմաններով, շրջապատված ենք թշնամի ազգերով, պատերազմը սկսե ինչ անենք։ Էլի անենալենի վիճակում ենք գտնվում, հետ դարձի ճանապարհ չկա, փախուստի ճանապարհ չկա։ Կորուստ ենք ունեցել, ամենահարազատի կորուստ ենք ունեցել։ Կամ ֆինանսական կորուստ, կամ ուրիշ ինչ-որ այսինքն մի իրավիճակ, որտեղ ես տեսնում եմ, որ վերջ, ես էլ ճանապարհ չունեմ գնալու, ոչ աճ, ոչ ձախ։ Գիտեք, նման իրավիճակներն Աստված օգտագործում է, որպեսզի ինչ անի, իր փառքը ցույց տա։ Որտեղ երբ որ նման իրավիճակներից Աստված մեզ դուրս է հանում, ես էլ հնարավորություն չունեմ ասելու, դե բախտս բերեց։ Ինչ որ մի ձև դուրս եկա ինքս իմ ուժերով հաղթարեցի։ Միչև որ մենք չհասնենք այդ իրավիճակին, լիարժեք դարձ, լիարժեք ապաշխարություն չենք ունենալու։
Երբ որ պատերազմ էր, երբ որ COVID էր, ով կարար մարդկային տրամաբանությամբ ասել, որ գիտես ինչ կա այս շրջանակում, հեսա նոր եկեղեցի եք հիմնելու։ Ես չէի կարա, որովհետեւ մեկը ինձ նման բան ասել, չէի հավատալու։ Բայց Տերը իր հրաշքն արեց։ Նույնպես եւ մեր կյանքում, երբ որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում, Տերը այդ իրավիճակներն օգտագործում է իր փառքի համար։ Ատե կամ հավատում ես, ու Տերը հանում է ու փառք ես տալիս Աստծուն ու հավատդ ավելի ուժեղ ալնում, որովհետեւ այդ անենանելի վիճակից դու դուրս եկար։ Մարդկային տրամաբանությամբ չպիտի դուրս գայր, բայց Տերը հանեց քեզ։ Կամ էլ ուղղակի այդ իրավիճակում ինչ ես անում։ Այդ իրավիճակում ես մնում, ավելի կենտրոնում ես այդ խնդիրների մեջ ու կործանում ա լինում։ Դրա համար հավատքը պահանջում է վստահություն, անկախ իրավիճակներից, եթե դիմացդ նույնիսկ ծով է կանգնած։ Ինչ արեց Աստված։ Հետաքրքիր է Աստված գործում։ Ծովը բացեց, հիմա էլի հավատքի կարիք կա այդ քայլն անելու, որտեղ պատկացեք երկու կողմից մի հատ ջրի մեծ ծավալ է բացը ու պետք է անցնես։ Անցնում են ցամաքով, սկսում են քայլել։ Եգիպտացիք են գալիս, տեսնում են անցնում են։ Ինչ են որոշում կայացնում։ Դե եթե իրանք անցնում են, մենք էլ պետք է անցնենք։ Իրանք էլ են փորձում անցնել, իրանք կարգերը լրվում են այդ ցեխի այդ բանի մեջ, երբ որ վերջի հրեայի ոտքը դուրս է գալիս, ինչ անում, Տերը փակում է այդ ծովը։ Այն ծովը, որը որ խոչընդոտ էր իրանք համար, կարծես մահվան պատճառ էր իրանք համար, փրկություն դարձավ իրանք համար։ Այն բանակի, որ դուրս էր եկել, որպեսի բնաջնջեր։ Մեկ վարկյանում Տերը բոլոր հարցերը լուծեց։ Ինչի՞, որտեղ վստահություն ունեցավ ժողովուրդը։ Որտեղ վստահեցին ու առաջի քայլն արեցին։ Քայլ արեցին այն իրավիճակով քայլելու, որ անհասկանալի էր։ Նման մի իրավիճակում նաև Պետրոսն էր հայտնվել։ Մատթեոսի ավետարանում 14:28 համարից սկսած ու 26-ից։ Կարդում ենք, որ Հիսուս Քրիստոս դուրս էր եկել, լճով մոտենում էր աշակերտներին։ Աշակերտները տեսան ինչ որ շողքեր ինչ արեցին, առաջի բանը, վախեցան, խառնվան իրար։ Հիսուս նորից ասում է՝ մի վախեցեք, ես եմ։ Հերիքա վախենակ, հերիքա այդ վիճակում գտնվեք անընդհատ, ես եմ։ Պետրոսն ինչ ասում, ասում է՝ Տեր, եթե դու ես, կանչիր, կգամ։ Ասում է՝ կանչում եմ, արի։ Մի քայլ արեց, երկրորդ քայլ արեց, դե պայտակ սենց էֆորիայի մեջ չի հասկանում, ինչ է ինքն է ձկնորսա, ամբողջ կյանքը ջրի հետ գործ ա ունեցել, էլի, նոր մարդ չի, երեխա չի, որ երբեք չի ես հասկացողություն ունեցել։ 30 համարում ասում է, սակայն սաստիկ քամին տեսնելով, նորից ինչ արեց, վախեցավ։ Հայացքը Քրիստոսից ուղղեց, սկսեց նայել, ես ինչ եմ անում։ Ծովի մեջով քայլում եմ, ես ինչ եմ անում, անհեթեթություն չի, ժողովուրդ։ Եվ սկսեց սուզվել, աղաղեց ու ասեց Տեր փրկիր ինձ։ Գիտեք Հիսուս այդ ժամանակ նույնիսկ չի թողնում, ասում է լավ դե անհավատ էիր, վախեցար, լավ դե գնա ու խորտակվի ու կործանվի պրծի։ Չի Հիսուս նման ձևով վարվում մեզ հետ։ Գուցե եւ այդ մարդկանց այդ միլիոն ու կեսի շրջանակում շատ-շատերը կային, որ մինչև վերջ անհավատ էին գտնվում։ Ինչի որտեվ անընդհատ տեսնում ենք, որ անապատում մի փոքր խնդիր էր լինում, սկսում էին փնփնթալ։ Սկսում էին խնդիրներ առաջացնել։ Էս չունենք, միս չունենք, էս չունենք, էսա պակաս, հասկանում եք անընդհատ անհավատություն են ցուցաբերում։ Բայց Տերը ինչ արեց, ողորմած գտնվեց նույնիսկ այդ իրավիճակում այդ մարդկանց նկատմամբ, ինչպես որ ստեղ Պետրոսի նկատմամբ։ Պետրոսը սուզվեց, Հիսուս չի թողնում իրան։ Հիսուս իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան եւ ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Որն է պատճառը, որ երկմտեցիր։ Ու տեսեք խնդիրը այն էր, որ եթե կա անհավատություն, թերի հավատք կասկածներ այս ամեն ինչը բխելու է, թե կասկածա բերելու, թե վախա բերելու, թե ուրիշ ինչ որ իրավիճակներում ես խառնվել եմ, իրար չեմ իմանալու ինչպես վարվեմ։ Գիտեք, այս ամեն ինչը մեր կյանքում մենք անընդհատ հանդիպում ենք։ Ամեն վարկյանը մեր կյանքի փորձվում է մեր կյանքը։ Հավատացին ու փրկվեցին այն իրավիճակում, որը որ իրանց տրամաբանությամբ պետք է իրանց կործաներ։ Ծովը բացվեց, անցան ու փրկվեցին։ Ինչ պետք է անենք, պետք է խնդրենք, որ այն վախը, որ կա մեր մեջ, Տերը փոխարինի քաջությամբ։
Ոչ թե ուղղակի որ, չգիտեմ, sense արճակատման գնանք, ինչ որ անիմաստ բաներ անենք, չէ, որպեսզի ավետարանը քարոզենք։ Եթե անհասանելի ինչ որ անհասկանալի իրավիճակում ենք գտնվում, ոնց որ Հակոբոսն ասում, պետք է աղոթենք, որպեսզի Տերը իմաստություն տա հասկանալու թե այս փորձության մեջ, այս անհասկանալի իրավիճակի մեջ ինչպես պետքա վարվեմ, ինչպես պետքա հնազանդվեմ Աստծուն։ Փակ դռներ կա, փակ տվեք Աստծուն, այս դուռը Տերը փակել է, մեկ ուրիշը բացելու է, ինքը գիտի իր ճանապարհները։ Հնազանդություն ցուցաբերեք։ Մի ասեք ինչի, ինչպես Տերը ինչպես է գործել, սա մեր խնդիրը չէ, սա մեր գործը չէ։ Եվ վերջինը խոչընդոտի առաջ ես կանգնած, վստահիր Աստծուն։ Առաջի խոչընդոտը չի։ Վստահ եմ, տենց խնդիր չունենք, էլի, որ հիմա Աստված, չգիտեմ, կարիք ունի ծովը բացելու։ Տերը իր ժամանակին, իր բարի պատասխանը տալու է։ Ուղղակի ստեղ նորից փորձվում է մեր հավատքը, ինչքանով ենք մենք ամուր մեր հավատքի շրջանակում։ Ինչքանով է մեր հավատքը հիմնված Աստծո խոսքի վրա։ Ինչքանով է ինձ համար հավատացյալ բառը, քրիստոնյա բառը, Քրիստոսին հետևող բառը շոշափելի գործնական։ Մովսեսի կյանքում այս ամեն ինչը նման ձևով արտահայտվեց, եւ մարդը հնազանդվեց։ Մարդը չվախեցավ։ Մարդը ուղղակի ինչ արեց։ Վստահեց լիարժեք Աստծուն։ Ու այդ ամեն ինչը փրկություն հանդիսացավ, թե իր համար, թե այն ժողովրդի, որ ինքը առաջնորդում էր։ Դուք էլ գնացեք ու նման ձևով վարվեք, որտեղ ձեր շրջապատում մարդիկ ունեք, ովքեր որ նայում են ձեզ, որոնց համար դու եք այդ օրինակը Քրիստոսի հավատացյալի։ Դա համար գնացեք ու լավ օրինակով այս մարդկանց վկայեք։ Ու կտեսնեք Տիրոջ հրաշքը։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, մեր Հայր, մեր Թագավոր, ամենակարող Աստված, Տերերի Տեր, Արարիչ, այն ամեն ինչ որ տեսնում ենք եւ չենք տեսնում։ Փառք ենք քեզ տալիս, որտեվ միայն դու ես արժանի ամեն փառքի։ Շնորհակալ ենք, որ ցեխից, մեղքից մեզ գթար, սրբեցիր, ողորմեցիր Տեր։ Եվ այո, այսօր հնարավորություն ունենք Տեր հիշելու քո որդու մահը, քո որդու խաչելությունը, քո որդու թափված արյունը, որով որ փրկեցիր մեզ։ Այն թանկ գինը, որ վճարեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք Տեր։ Աղոթում եմ, որ ներես մեր մեղքերը, Հայր, եւ այո, անվերապահ կերպով վստահենք քեզ, վստահենք խոսքիդ, վստահենք այն պատվերներին եւ հնազանդվելով քայլենք առաջ։ Ու քո մեջ հաղթանակներ կունենանք Տեր Աստված։ Ու այդ ժամանակ ոչ թե կմտածենք երկրավոր բաների մասին, այլ կմտածենք երկնավոր բաների մասին։ Օգնի, որ մեր հայացքը միշտ ուղղված լինի դեպի քեզ Տեր, որտեղ գայթակղություններ լինելու են, դժվարություններ լինելու են, խնդիրներ, փակ դռներ լինելու են Տեր, բայց դու հավատարիմ ես ով Հայր։ Դու հավատարիմ ես ողջ մարդկության պատմության ընթացքում եւ մինչեւ հիմա այդ ամեն ինչը ցույց ես տալիս Տեր, որովհետեւ մեր ամեն օրվա օրը նորից ցույց է տալի քո փառքը, ոչ թե մեր խելացի լինելը, ոչ թե մեր առողջ լինելը Տեր, այլ ցույց է տալիս քո ողորմությունը, ցույց է տալի քո փառքը Տեր, որտեվ ինչպես որ խոսքդ է ասում, ամեն բան քո միջոցով է պահվում Տեր։ Ոստի փառավորում ենք քո սուրբ անունը եւ աղոթում ենք Տեր, որ մեր կյանքի ողջ օրերում Հայր քայլենք հավատքով, չվախենանք Տեր Աստված, չվախենանք վկայելուց, չվախենանք ասելուց, որ մենք քո զավակներն ենք Տեր։ Հնազանդվենք ամեն իրավիճակներում, նույնիսկ այն իրավիճակներում, որը որ մեզ համար անհասկանալի է Տեր։ Եվ եթե մեր կյանքում էլ խնդիրների, դժվարությունների միջով ենք հիմա անցնում Տեր, օգնի, որ վստահենք քեզ։ Օգնի, որ կատարյալ վստահությամբ վստահենք, որ ինչ էլ որ լինի Տեր, ինչ էլ որ պատահի, մեր հոգիները քո ձեռքերի մեջ են Տեր։ Եվ որևիցե մեկը քո ձեռքերից մեզ չի կարող
պոկել։ Ոստի օգնի, որ ամեն մի քայլը, ամեն մի խոսքը, ամեն մի բառը, ամեն մի միտքը, որ կարտահայտենք, թող փառավորի քո սուրբ անունը։ Եվ մեծարի քո այն գործը, որը որ դու արեցիր, ի փրկություն ամբողջ մարդկանց, ի փառս միայն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։